2012 թվականին ունեցել են 24 չորանոցային խցիկ, 14 չորանոցային խցիկ կառուցվել է, ընդհանուր հաշվով ներկապային ունենք 38 չորանոցային խցիկ, այս տարի նախատեսված է ևս 18 չորանոցային խցիկ կառուցվել։ Այդ թվերը ավելի պերճախոս կլինեն, եթե հիշենք, որ Իվանյանի ընդունման կետը գործունեությունը սկսել է 16 չորանոցով։ Չորացման խցիկների թվի աճը ինքնանպատակ չէ, զուգահեռաբար նաև ծխախոտի մշակության համար հատկացվող տարածքներն են ընդլայնվում։ 2013 թվականը այդ առումով խոստանում է ռեկորդային լինել։ Այս տարի նախատեսված է շուրջ 150-160 հեկտար տարածություն զբաղեցնել ծխախոտի մշակաբույսով։ Հիմնականում Վիրջինիա տեսակն են նախընտրում։ Ծխախոտի մշակության հարցում առաջատարը դեռ Մարտունու շրջանն է, նրան Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններն են հետևում։ Ընդ որում տարիների հետ միայն չորանոցների թիվը կամ ծխախոտի մշակման ծավալները չեն փոխվում, փոխվում է նաեւ այդ մշակաբույսի նկատմամբ հողօգտագործողի վերաբերմունքը։ Հողի նկատմամբ վերաբերմունքը գյուղացու աշճանաբար փոխվում է, զգում է, որ դա այս կուլտուրայի մշակությունը ձեռնտու է։ Ծխախոտի մշակության համար առաջին պայմանը երաշխավորված ոռոգման ապահովումն է, սակայն նաև լրացուցիչ ծախսերն են անխուսափելի։ Որպես պատվիրատու Մասիս Տաբակոն նաև այդ հարցում է աջակցություն նախատեսում։ 1 հեկտարի կտրվածքով 200,000 դրամ, ամոնիակային սիլինդրա, սացիլ կամ ցանկության դեպքում սերմ եւ 1 հեկտարի կտրվածքով 80 լիտր դիզվառել։ Այս ամենը տրվում է անտոկոս փոխառության տեսքով եւ կվերադարձվեն բերքահավաքից հետո ոչ թե դրամի, այլ հենց արտադրանքի տեսքով։ Ամեն տեսակի աջակցությունից ավելի հողօգտագործողին իր արտադրանքի սպառման իրական հնարավորությունների առկայությունն է ոգևորում, առավել եւս երբ մթերման գները հայտնի են դեռ տարեսկզբին։ Առաջի տեսակի 80 դրամ է 1 կիլոգրամի արժեքը, երկրորդ տեսակը 40։ Շահութաբերության մասին Արցախում ծխախոտնի միջին բերքատվությունը նախորդ տարի հեկտարից մոտավորապես 18 տոննա է կազմել։ Վերջնական արդյունքը աշխատանքների կազմակերպման նրբություններից է կախված, վստահեցնում է բազմափորձ ծխախոտագործը։ Մարդը եթե բանի մաս հետ լավ տիրապետում է մասնագիտությանը, կարող է բավականին լուրջ դրամական շահույթ ստանալ, առնվազն հեկտարից մոտավորապես 1 միլիոնի սահմաններում։ Նորայր Հովսեփյան, Բենյամին Ղարախանյան, օր